Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխաների հայտնաբերման, նրանց հետ կապված խնդիրների լուծման, միասնական աշխատանքների կազմակերպման նպատակով ոստիկանության պետի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Նիստին մասնակցում էին պետական շահագրգիռ կառույցների, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության անչափահասների գործերով բաժնի եւ տարածքային բաժինների անչափահասների գործերով բաժանմունքների պետերը։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ ոստիկանության գնդապետ Նելի Դուրյանը ներկայացրեց 2016 թվականի 4-րդ եռամյակում մուրացիկ եւ թափառաշրջիկ անչափահասներին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության կատարած աշխատանքները։ Վարչության պետը մեջբերելով վիճակագրական տվյալներ նշեց, որ խնդիրը պահանջում է բոլոր շահագրգիռ կառույցների համալիր եւ անընդհատ համագործակցությունը ոստիկանության հետ։ Աշխատանքային խմբի անդամները հանդես եկան առաջարկներով։ Քննարկումների արդյունքում կարևորվեց առկա խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը։ Դեկտեմբերի 22-ին ժամը 23:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս ապօրինի եւ սառը զենք պահելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Դիլիջանի բնակիչներ Ավագ Բալինյանին եւ Մարսել Անդրիկյանին։ Բալինյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ատրճանակ լիցքավորված 4 մարտական 9 մմ տրամաչափի փամփուշտներով։ Անդրիկյանի խուզարկությամբ հայտնաբերվեց 5.5 սմ շեղբով 15 սմ երկարությամբ դանակ։ Հայտնաբերվածը փաթեթավորվել եւ ուղարկվել է փորձաքննության։ Քննությունը շարունակվում է։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի դեկտեմբերի 26-ից 27-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպքից բացահայտվել է 2-ը, բացահայտվել է գողության 8 եւ խարդախության 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 եւ ավտոմեքենա փախցնելու 1 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Հոկտեմբերի 3-ից դեկտեմբերի 15-ը ոստիկանության կենտրոնականի բաժնի կենտրոնական վարչական շրջանի վետերանների խորհրդի եւ նույն վարչական շրջանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի նախաձեռնությամբ համայնքի 12 դպրոցների միջև կազմակերպվել էին Սպարտակիադա, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին։ Սպարտակիադայի բացման արարողությունն անցկացվեց Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում։ Աշակերտները իրենց ուժերը չափեցին ֆուտբոլ, բասկետբոլ, սեղանի թենիս, հրաձգություն եւ շախմատ մարզաձևերից։ Հրաձգությունից լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներին պարգեւատրեց Արցախի հերոս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։ Սպարտակիադայի փակման արարողությունը տեղի ունեցավ ոստիկանության կենտրոնականի բաժնում։ Աշակերտները, ուսուցիչները, ոստիկանության վետերաններն ու հյուրերը բաժնի ղեկավար կազմի հետ նախծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմում եւ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված ոստիկանության աշխատակիցների հուշատախտակին, որից հետո տեղի ունեցավ պարգեւատրման արարողությունը։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցի, երկրորդ հորիզոնականը Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոցի եւ պատվավոր առաջին հորիզոնականը Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի հավաքական թիմերը։ Տարբեր սպորտաձևերում լավ խաղ ցուցաբերած աշակերտները պարգեւատրվեցին պատվոգրերով։